Երրորդ օրը անընդմեջ անսարքություններ են գրանցվել Boeing 787 Dreamliner մակնիշի միջին չափսերի նորագույն օդանավերում։ Ճապոնիայում այս օդանավերից մեկի արգելակներում հայտնաբերված անսարքության պատճառով չորեքշաբթի օրը չեղյալ է հայտարարվել մեկ թռիչք։ Դրանից 2 օր առաջ երկուշաբթի օրը ճապոնական ավիաուղիներին պատկանող Dreamliner-ում հրդեհ էր սկսվել Բոստոնի Լոգանի միջազգային օդանավակայանում, երբ պայթել էր էլեկտրասնուցման մարտկոցը, իսկ երեքշաբթի օրը նորից ճապոնական ավիաուղիներին պատկանող Dreamliner-ում նկատվել էր վառելանյութի արտահոսք, երբ օդանավը պատրաստվում էր իրականացնել թռիչք։ Ամերիկյան Boeing-ը աշխարհում օդանավեր արտադրող երկրորդ ամենամեծ ընկերությունն է, որը մեծ հույսեր է կապում Dreamliner-ի հետ։ Այս օդանավն ունի ուղևորների 290 տեղ եւ առաջին օդանավն է աշխարհում, որը պատրաստված է ոչ թե մետաղից, այլ տարբեր նյութերի համաձուլվածքներից եւ այրում է 20%-ով ավելի քիչ վառելանյութ, քան նույն տարողունակությամբ մյուս օդանավերը։ Boeing-ը վաճառել է 848 Dreamliner, յուրաքանչյուրը $207 միլիոն։ Ռոք երաժշտության սիրահարները ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքում նշեցին ռոք աստղ վաղամեռիկ Էլվիս Փրեսլիի ծննդյան 78-րդ տարեդարձը։ Այդ օրվա համար երգի սիրահարները պատրաստել էին հսկա մի տորտ, որը կտրեցին հանրությանը լավ ծանոթ ու հայտնի անձինք։ Հունվարի 8-ին ամեն տարի այս քաղաքը լցվում է Էլվիսի հոգով։ Ամենուր երևում են նրա կերպարանքով անձինք եւ այդ օրը հռչակվում է Էլվիսի օր։ Ռոքի լեգենդ Էլվիսը Մեմֆիսում մահացել է 77 թվականի օգոստոսի 16-ին։ ԱՄՆ-ի ռազմական Ֆորտ Միդի դատարանը կայացրեց բանակի զինվորական Բրեդլի Մենինգի պատիժը 112 օրով կրճատելու մասին որոշում։ Դատախազները նրան մեղադրում են հետախուզական ծառայության ժամանակ ԱՄՆ-ի դիվանագիտական էլեկտրոնային նամակագրության 100,000-ավոր տեղեկություններ, ռազմական զեկույցներ եւ Իրաքում Reuters-ի 2 լրագրողների մահվան պատճառ դարձած ուղղաթռային մի հարձակման մասին տեսագրություն WikiLeaks-ին փոխանցելու մեջ։ WikiLeaks-ը երբեք չի հայտարարել, որ տեղեկությունները ստացել է Մենինգից։ Վերջինիս դեմ հարուցված մեղադրանքները հաստատվելու դեպքում նրան սպառնում է ՑՄ բանտարկություն։ Դատական նիստերը սկսվելու են մարտի 6-ից։ Վաշինգտոնում նարնջագույն հագուստներ եւ սև գլխացած կրող ցուցարարները բողոքում էին Օսամա բին Լադենին հետապնդելու եւ ոչնչացնելու մասին կինոֆիլմի դեմ, կրելով պաստառներ, որոնց վրա գրված էին «Տանջամիջոցները սխալ են» բառերը։ Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հետաքննում է ֆիլմը նկարահանողների եւ կենտրոնական հետախուզական վարչության միջև ձեռք բերված համաձայնությունը, ֆիլմ, որը ըստ մեծատիվ քննադատների պարունակում է տեղեկություններ, որոնք կարելի էր ստանալ միայն հետախուզությունից։ Օրենսդիրները փորձում են պարզել, թե արդյոք կենտրոնական հետախուզական վարչությունն է տվել բանտարկյալներին տանջամիջոցների ենթարկելու մասին մանրամասն տեղեկություններ եւ նկարագրություններ, թե ոչ։ Zero Dark 30 ֆիլմը արդեն ցուցադրվել է Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում եւ հունվարի 11-ից կցուցադրվի ամբողջ երկրի կինոթատրոններում։ Իսկ ակտիվիստները ցանկանում են համոզել, որ կտանքներն ու մարդու իրավունքների ոտնահարման եղանակները չեն եղել Օսամա բին Լադենին հայտնաբերելու եւ ոչնչացնելու գլխավոր միջոցները։